գողերի։ Հույժ գաղտնի որոշումով, որը հրապարակել է մեր գործընկեր Լիա Սարգսյանը, 3 միլիարդի պարգևավճար է տրամադրվել պաշտոնյաներին։ Սրբույթ Գալյանին ասացիք 6-ից 7 միլիոն տենց է։ Չէ, ասենք այն մի միլիոնը տենց մեծ գումար չի էլ, այդ մարդը չգիտի, ասենք 6-էր, 7-էր, մի միլիոնը տենց կարևոր գումար չի, որ ֆիքսեն 6-էր, 7-էր, դա այն մահվան նախարար Արսեն Թորոսյանը ինչա, նա ընդհանրապես ասում, դա գաղտնիք է, լուրջ ես ասում։ Լուրջ ես ասում, որ դա գաղտնիք է։ Դու չգիտեք, որ այս բյուջեն մեր բոլորի բյուջեն է։ Գողավազակի նման մտել եք մեր բոլորի բյուջեից, հույժ գաղտնի գողացել եք այդ գումարը։ Չգիտեք, որ սա մերն է։ Ասում էին, հարկատուները հերոս են, որովհետև բյուջե մուտքեր են անում։ Հերոս հարկատու Սամվել Ալեքսանյան, ձեզ եմ դիմում, վատ չեք զգում, բա մի փայել ձեզ շպրտեին էլի բա այդ գումարից։ Տես օրինակ են Գրզո Մականով Խաչատուր Սուքյասյանն էլի 3 միլիոն տվել են, ձեզ ոչ մի բան չեն տվել։ Բա դուք այդ հերոս հարկատուներն եք, ես էլ մի քիչ եմ այդ բյուջեի մեջ, իմ ընտանիքը մի քիչ ավելի քիչ է ներդրում անում, դուք խոշոր, դուք հերոս եք իսկապես։ Բա այդ հերոսներին գցել է ոտնատակ են անում, մի փայել ձեզ գցեին բա օրինակ Խաչատուր Սուքյասյան շեֆիդ հետ չես քննարկել, չես ասել, այս ոնց եղավ էլ օրինակ արդար չի, ես բերեմ լցնեմ, Նիկոլ Փաշինյան դու տանես $35,000, ինձ $10,000 էլ չտաս, ախր արդար չի, թե դրա գինեենա, որ դուք գնաք, ասենք Հայաստանի գերբը բեյջի վրա ասենց թափարեք, ասեք ես զիբիլը, թե դրա գինը դա է, որ դուք անպատիժ եք մնում։ Ի վերջո հերոս հարկատուի հականիշը դա դավաճանն է, հերոսի հականիշը դա դավաճանն է և հիմա Փաշինյանական իշխանությունը ապացուցեց, որ իրենք դավաճան են, որովհետև հերոսը տալիս է, դուք դավաճանաբար գողանում եք, հույժ գաղտնի կարող է լինել մեր անվտանգության ռեսուրսը, մեր սահմանների ճիշտ ապահովումը, մոդուլային տներով մեր զինվորներին ապահովել, ասենք 1000 մոդուլային տուն անեիք, ասեիք 10 ենք արել, չիմանայինք էլի դուք այդ դրա հույժ գաղտնի զենք ու ձեռք բերեիք, չգիտեմ, բալիստիկ հրթիռներ, չգիտես ինչեր, ասեինք, ինչն է հույժ գաղտնի, մեր բոլորի բյուջեից բյուջեն իմն է, Նիկոլ Փաշինյան դու ես ասել, բյուջեն մեր բոլորի, մեր ընտանիքի բյուջեն է, պետությունը մեծ ընտանիք է և ինչու եք գողացել, գողեր, ինչու եք գողացել մեր պետական բյուջեն, ինչ է նշանակում պարգևավճար են ստանում, ես հասկանում եմ նաև ցավոք մեր ընդդիմության լռությունը, որովհետև մի քիչ փայել իրենց են տվել, դուք ասում եք բանա գնացել են բարեգործություն են, իսկ ով է ասել, որ իմ տված հարկի հաշվին իրենք կարող են գնալ բարեգործություն անել, հետ ուղարկեիք բյուջե, կարող է ես կվերցնեի այդ բարեգործությունը ձեզանից լավ կանեի, ով ասեց, կհսկեին արդեն, այ հիմա ծպտուն չեն հանում, որովհետև իրենք էլ են ստացել, հիմա ծպտուն չեն հանում, որովհետև իրենք էլ են ստացել, Էնպես կանեին կհասներ, երբ որ բոլորը մտել են այդ կացայի մեջ ամեն մեկ ասում է այսքան ինձ տուր, ես կլռեմ, այո, ծպտուն չեն հանում այսօր։ Մնացել են այսպես արտախորհրդարանական ուժերը, որոնք չգիտեն, լավ, ինչ անենք մենք, ինչ անենք, ձեզ հաճելի է, դուք տանում եք, շատը իրենք են գողանում, մի քիչ ձեզ են տալիս, մի քիչ հույժ գաղտնի են պահում տանում են, մենք օրինակ ես չգիտեմ, կարող է Նիկոլ Փաշինյանը հույժ գաղտնի իր բոլոր նախարարներին առանձնատներ է նվիրել, չգիտեմ, ես կասկած ունեմ, այդ կասկածի որդը այդ օրվանից իմ մեջ է, քանի առանձնատուն է ասես նվիրել իր նախարարներին, տեղակալներին, մամուլի խոսնակներին, չգիտես, վարորդներին, ինչ է նվիրել, և այս ամենը հարգելի կենսաթոշակառուներ, ձեր 36,000 դրամ ստանալու ֆոնին, են որ ասում էին 10,000 դրամը ինչ են անելու, ձեր գլխին են տալու, ինչ են անելու, կտանեին ձմեռվա կոմունալ կվճարեին, 3 հրազդան քաղաքում էի, ցրտի մեջ մարդիկ խարխափում են, սովի մեջ խարխափում են, Երևանից 45 կիլոմետր գտնվող քաղաքում, այնտեղ ասում են կա բանդա,
իդեպ ասեմ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եւս բանդա է։ Բանդայի գործառույթը ո՞րն է։ Բանդան գողանա տանի, բանդան հավաքի ու բաժանի